Սիրիայում հազարավոր քաղաքացիներ փողոց են դուրս եկել պահանջելով պաշտպանել քրիստոնյաների իրավունքները այն բանից հետո, երբ սոցցանցերում տարածվեց մի տեսանյութ, որում համախաղաքի մերձակայքում դիմակավորված զինյալներն այրում են Սուրբ Ծննդյան տոնածառը։ Ցուցարարներից մեկն ասել է, որ ցանկանում են, որ իրենց իրավունքները պաշտպանվեն, իսկ իրենց անունն ու ձայնը ներկայացված լինեն սահմանադրությունում։ Թուրքիայի աջակցությամբ Բաշար al-Ասադի վարչակազմը տապալելուց հետո իշխանության եկած իսլամիստ Հայաթ Թահրիր al-Շամ խմբավորումը հայտարարել է, որ միջադեպը հրահրել են օտարերկրացի զինյալները, որոնց խոստացել է պատասխանատվության ենթարկել։ Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական ուժերը թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել երկրի տարբեր շրջանների, իսկ Ռուսաստանի իշխանությունները հայտնել են Ռուսաստանի մի քանի մարզերում ուկրաինական 59 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ Ուկրաինայի տարածքի մեծ մասում օդային տագնապ է հայտարարվել ռուսական Tu-95 մեծ ռմբակոծիչների թռիչքի պատճառով։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի երկրի տարբեր տարածաշրջաններ, մասնավորապես Խարկովի, Պոլտավայի եւ Դնեպրոպետրովսկի մարզերը ենթարկվել են թևավոր հրթիռների հարձակման։ Խարկովի քաղաքապետը հայտնել է քաղաքի վրա զանգվածային հարձակման մասին, որի հետևանքով 3 մարդ է վիրավորվել, քաղաքում մի շարք պայթյուններ են որոտացել։ Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգահամակարգին։ Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Բրյանսկի, Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի եւ Տամբովի մարզերում, նաեւ Ազովի ծովի երկնքում խոցվել է ուկրաինական 59 ԱԹՍ։ Ուկրաինան ստացել է ռուսական սառեցված ակտիվների առաջին տրանշը, այս մասին գրել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։ ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է $1 միլիարդ, որն ապահովված է ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներով, ասել է Շմիգալը։ Նրա խոսքով սա նախատեսված $20 միլիարդ առաջին տրանշն է, որ ԱՄՆ-ն մտադիր է փոխանցել մեծյոթնյակի նախաձեռնության շրջանակներում։ Մենք հուսով ենք, որ բոլոր ինքնիշխան ռուսական ակտիվները կբռնագրավեն եւ կօգտագործվեն Ուկրաինայի վերականգնման համար, ասել է Շմիգալը։ Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է Մոսկվայի մարզի ռազմակոնստրուկտորական բյուրոներից մեկի տնօրենի դեմ պատրաստվող ահաբեկչությունը, ձերբակալվել է 7 մարդ։ Քննիչների խոսքով դրանք պլանավորում էին պայթուցիկ սարք տեղադրել բյուրոյի պետի մեքենայի տակ։ Ահաբեկչության նախապատրաստումը համակարգել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցները, հաղորդում է Գերատեսչության մամուլի ծառայությունը։ Վլադիկավկազի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մի կին է մահացել, եւս մեկ մարդ տուժել է, հայտնել է Հյուսիսային Օթեսիայի ղեկավարը։ Հրդեհը գրանցվել է Ալանիա մոլ համալիրում, այն տարածվել է 800 քառակուսի մետր տարածքի վրա, ընդգրկելով շենքի տանիքը եւ երրորդ հարկը։ Նշվում է, որ պայթյունի պատճառը կենցաղային գազի արտահոսքն է եղել։ Հրդեհը մարելուն ներգրավել է արտակարգ իրավիճակների ծառայության 45 աշխատակից եւ 8 միավոր հատուկ տեխնիկա։ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Մինչ վթարը ինքնաթիռը վթարային վայրէջք է խնդրել։ Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել ինքնաթիռի կործանման պահից։ Նշվում է, որ վթարի պատճառը մառախուղներ, ինքնաթիռում եղել են 67 ուղևոր եւ անձնակազմի 5 անդամներ, ըստ վերջին տվյալների ողջ են մնացել 6 հոգի։